Բարև ձեզ հարգելի հետևորդներ, բոլորիդ բարի օր եմ մաղթում, մի փոքր ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ տեսք ունի մեր սացիլանոցը, սա բարխուտաներն են արդեն ծլել են, նայեք ինչքան գեղեցիկ են մեր մոտ, կանանչ գազանյաներն են, որը որ արդեն պիկերովկա են կարել, այստեղ մեր մոտ բեգոնյաներն են կանանչ լիստերը, ալիսինյումնը ու սենց լիքը արկղներ արդեն սկսել ենք պիկերովկան, հեսականցնենք մեծ ջերմոցը ձեզ կցուցադրեմ, պիտունյաներն են, նայեք ինչ գեղեցիկ ծլել են, ամբողջ արկղները պատված են կանանչով, սրանք բեգոնյաներն են, ամենադժվար ծլող ծաղիկներն են մեր մոտ, ալիսյումն է, այստեղ վարունգներ ենք տնկել մի քանի հատ, արդեն նայեք ինչպիսի թաղարներ են, որոշել ենք այս տարի տնկենք մեծ գարշուկների մեջ և դնենք ջերմոցը, որովհետև հողի մեջ տեղ չենք ունենա դեռ, որոշել ենք մի քիչ շուտ ուտենք մեր ջերմոցի վարունգները, բեգոնյաներն են, նայեք ինչքան գեղեցիկ են, սա բակոպան է մեր մոտ, բակոպան թափվող ծաղիկներն են գարշոկների մեջ, ամպելնի բակոպա, լաբելիա, տարբեր գույների, ինչքան է մեր մոտ ջերմաստիճանը, 22-23 աստիճան, փեչերը անջատել ենք, դրսում արև է, այսպես սիրելիներս, արդեն ամբողջ սացիլները պատրաստ են պիկերովկայի, այստեղ նույնպես ունենք լիքը սացիլներ պիկերովկայի, բարխոտաներն են, ինչքան հիշում եմ 6-ից 7 գույն պետք է լինեն բարխոտաները, գազանյաներն են պիկերովկա արած, որը որ հետո պետք է տեղափոխենք մեծ պալետների մեջ, այստեղ նոր ծլած ծաղիկներ ունենք, սրանք պարտուլակներն են, Հայաստանում բոլորիս բակերում էլ լինում է, սենց դանդուրի ծաղիկներն են, և այստեղ նույնպես ունենք բարխցիները, այսպես գեղեցկություն է մեր մոտ տիրում ջերմոցում և ունենք լիքը աշխատանք, հիմա կտեղափոխվենք մեծ ջերմոց, արդեն սկսել ենք աշխատել, պիկերովկա անել, հազարավոր շիթիլներ ունենք արդեն պատրաստի, ձեզ ցույց տամ մեր ջերմոցը հսկայական ջերմոց է, հսկայական շատ մեծ ջերմոց է, նայեք, և հիմա կմտնենք ջերմոցի մեջ, այստեղ ունենք արդեն պիկերովկա արած ծաղիկներ, վիոլաներն են, անյութայի աչիկները, այս տեսակի պալետների մեջ են կանում, 28 տեղանոց են, այստեղ պիտունյաներն են, երեք են կարել, ոնց որ արդեն սատկած լինեն սացիլները, մի շաբաթ նրանք այս տեսքն են ունենում ու հետո սկսում են վերականգնվել, այս տեսակի կտորներ ենք քաշել պադոնների վրա փայտից, սենց նայեք, և անցնում ենք առաջ, հողերը լցրել ենք արդեն պատրաստ, ամուսինս և տղաներս լցնում են հողերը, 28 տեղանոց, սա նախատեսված է վիոլաների համար և գազանյաների համար, այստեղ այսօր սկսել ենք անել վիոլաները, անյութայի աչիկները, այստեղ ունենք ցիներարյաները, որը որ արկղի կեսը ես էի ցանել, կեսը ամուսինս, խոտ է աճել, իհարկե չենք կարող հանել, որովհետև կվնասենք սացիլները, ընթացքում պիկերովկա անելուց կհանենք, արդեն ստեղ ես նստած աշխատում եմ, սացիլները այսպես հանում ենք արկղից, շատ զգուշությամբ արմատները առանձնացնում ենք և սկսում ենք հատ-հատ տնկել, հեշտ աշխատանք չի, դժվար աշխատանք էլ չի, և այստեղ հողն ենք բացել մեծ տարայի մեջ, դեռ սառն է, հողը բացում ենք այն աստիճանի, որ սեղմենք կաթիլներ թափի, մի քիչ դաժե կաթիլները շատ է, ոնց որ թե խոնավ ա եղել, իսկ ստեղ նստում են 2 հոգի, տղաներս նստում են
և լցնում են հողը պալետների մեջ։ Նայեք սիրելիներս, նաև ձեզ ցույց տամ մեր վարդերը, անցած տարվա վարդերից մնացել են այս տեսակի ամաններով առնում և ծախում ենք, ընթացքում ցույց կտամ, արդեն շիվեր են տվել, հող ենք ավելացրել արշուկների մեջ, դե պետք է պարարտանյութ տանք վարդերին և գարնանը սկսենք ծախել։ Գարտենզիաներս արդեն շիվեր են տվել, գարտենզիան, ձմեռը թողել ենք ջերմոցում, դե իհարկե ջերմոցը չի ջեռոցվում, բայց լավ է, ցուրտը չի տարել։ Եվ այստեղ ունենք տույաները կանաչ, մաժավելնիկը, շատ ինքը սիրուն բան է, և տույաները։ Դեռ վարդեր ենք պատվիրել, որը որ կբերեն ապրիլի կեսերին։ Եվ այսքանով վերջացնեմ հարգելիներս իմ այսօրվա վիդեոն։ Այսպես սաղ պատրաստել ենք և ամբողջ ջերմոցը պետք է լցնենք պալետներով տնկված ծաղիկները։ Բոլորիդ բարի օր եմ մաղթում։